Խոսել երեխայի հետ, նրան լսել, գրկել նրան։ 3 պարզ և սովորական թվացող բաները կարող են փոխել երեխայի ամբողջ հուզական վիճակը, նրա կյանքն ու ողջ աշխարհը իր համար։ Մենք առավոտյան շտապում ենք մեր գործերին, իսկ երեկոյան հոգնած տուն ենք գալիս։ Բայց երեխան այդ ամբողջը չի տեսնում։ Երեխան ուղղակի տեսնում է ծնող, ով իր համար ժամանակ չունի, ով անընդհատ շտապում է։ Եկեք փորձենք երեխային լսել մի քանի րոպե առանց շտապելու, առանց դաստիարակելու, որովհետև նմանօրինակ հարաբերությունների մեջ, երբ որ մենք ուշադիր կարողանում ենք լսել երեխային, փորձում ենք այդ պահին չզբաղվել իր դաստիարակությամբ, ուղղակի լսել եւ հասկանալ, մենք ստեղծում ենք երեխայի մեջ համոզում, որ նա ունի իր կողքին տեսնող ծնող, ունի մեկը, ով անտարբեր չի իր կարիքներին, իր պահանջմունքներին, դժվարություններին։ Երբ որ երեխային հանդիպում ենք դպրոցից հետո, մանկապարտեզից, շատ կարևոր է, որ մենք ասենք, ինչպես ես քեզ զգում, ինչն է եղել այսօր քեզ համար դժվար, ոչ թե ինչ ես կերել, ինչ են քեզ արել, այլ ինչպես ես քեզ զգում, օրդ ինչպես է անցել, կա ինչ-որ բան, որ քեզ տխրեցրել է, կա ինչ-որ բան, որ քեզ շատ է ուրախացրել։ Այս ամբողջը կարող է մի քանի րոպե տևել, վայրկյան անգամ, երբ որ մենք առավոտյան հրաժեշտից առաջ մանկապարտեզի կարող ենք համբուրել երեխայի ճակատը, այդ մի քանի վայրկյան տևացող գրկախառնությունները, անթարթ հայացքը, սիրո ժեստերը երեխայի կյանքը ամբողջությամբ կարող են լցնել ջերմությամբ։ Ինչ է լինում, երբ երեխայի կյանքում պակասում է խոսքը, հաղորդակցությունը ծնողի հետ, պակասում են այս գրկախառնությունները, պակասում են նրան լսող աչքերն ու ականջները։ Երեխան կարող է ներփակվել կամ կարող է շատ ագրեսիվ վարք ունենալ։ Կարծես իր վարքով փորձում է բարձր գոռալ, որ ինքը էստեղ է։ Ցանկանում է հուշել, որ ես էստեղ եմ, նկատեք ինձ, տեսեք ինձ, ուշադրություն դարձրեք ինձ։ Երբեմն մենք կարող ենք մեր շուրջը տեսնել երեխաներ, ովքեր անverջ լացում են, անverջ անկարգություններ են անում, հրում են, խփում են, ճանկում են, եւ մենք մտածենք, ինչ է կատարվում այս երեխայի հետ, այսինչ վարք է, բայց իրականում այս ամբողջի հիմքում կարող է լինել ծնողի հարաբերություններում սիրո բացակայությունը։ Սիրելի ծնողներ, եկեք իսկապես երեխաների կյանքում սիրո մեր դրսևորումները փորձենք խոսքով եւ ֆիզիկապես մեր ներկայությամբ եւ ֆիզիկական հպումներով արտահայտենք։ Թող մեր սերը վահան լինի մեր երեխաների համար, որը ամբողջությամբ կծածկի իրենց եւ իրենք դրանով իրենց ապահով կզգան, որտեւ երբ որ մենք երեխային հուշում ենք մեր վարքով սեր, նա իսկապես հասկանում է, որ աշխարհը ապահով տեղ է եւ ապագայում մեծ կյանք կարող է մտնել ապահովության եւ հանգստության, խաղաղության ներքին վիճակներով։ Հակառակ դեպքում երեխաները մտնում են մեծ կյանք տագնապայության բարձր մակարդակով։ Սիրեք ձեր երեխաներին եւ ամենակարևորը ասեք նրանց այդ մասին։ Օրվա մեջ մի քանի անգամ գրկեք նրանց, համբուրեք, ասեք, որ նրանք շատ կարևոր են ձեզ համար, ասեք, որ դուք շատ ուրախ եք, որ հենց իրենց մաման եք, ասեք, որ իրենք ձեզ համար թանկ են, որ առանց իրենց ձեր կյանքը շատ անգույն կարող է լինել։ Ինչքան կարող եք, սիրո խոսքեր լցրեք ձեր երեխաների գլխին, թող նրանք լողան սիրո ծովերում, որովհետև սեր ստացած երեխան միևնույն է տարբերվում է անսեր մնացած երեխաներից։ Եկեք մեր սիրո վահանով ծածկենք մեր երեխաներին եւ լցնենք իրենց կյանքը գույներով եւ մեր սիրո աջակցող վահանով։